անդրադարձրել, բայց սկսենք հենց այս հացից երեք հայտնի դարձավ, որ Բաքվում, Շինձու դատավարության հետևանքով եւ շրջանակներում Արցախի նախկին պետնախարար ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը դատապարտված 20 տարի ազատազրկման եւ նախորդ շաբաթ էլ նաեւ իմացել ենք, որ մեր մյուս նախագահները, մեր մյուս ռազմագերիները 20 եւ ավել ցմահ մինչեւ անգամ դատապարտման են ենթարկվել եւ այսպես խնդրեմ այս մասով ձեր տեսակետը այս ամենի ֆոնին Ալիևը հայտարարում է, որ իրենք դատել են ֆաշիստերին, ինչ ունեք սրան ասելու եւ խաղաղության մասին խոսենք այն ժամանակ, երբ կփոխեք ձեր սահմանադրությունը եւ Արմենիան Ադրբեջան իրենց ասած կվերադառնան, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ արգելի ընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ խաղաղության օրակարգը Նիկոլ Փաշինյանի, որի մասին խոսում են խաղաղության խաչմերուկը, դա բազմիցս նշել ենք, որ կեղծ օրակարգ է, որը տեղ չունի աշխարհաքաղաքական քննարկումների սեղանին։ Ինչու՞։ Մենք տեսնում ենք պատկերում մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին եւ Արցախի համար պայքարի առաջամարտիկներին, Արցախի ժողովրդի ազատ կամքի դրսևորման ինքնորոշման իրավունքի համար պայքարած մարդկանց եւ նաեւ կան տասնյակ մարդիկ, ովքեր չկան նկարում, բայց գերեվարված են կամ անհայտ են կորած եւ մենք նաեւ ուզում եմ հատուկ նշել, որ անհայտ կորածների վերաբերյալ պատշաճ գործողություններ պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի մեր հայրենակիցները հստակ իմանան, որտեղ են իրենց բարեկամները, իրենց զավակները, որդիները, եղբայրները։ Հիմա տեսեք, մի կողմից Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հայ ռազմագերիները գերեվարված են Ադրբեջանի բանտերում եւ Իլհամ Ալիևը այն պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության խաչմերուկի թեզիսով հանդես է գալիս, Իլհամ Ալիևը խոսում է հետեւյալի մասին։ Ասում է, որ ես չգիտեմ խաղաղության խաչմերուկը ինչքանով է ակտուալ, դա երևի պետք է Բայդենի հետ քննարկել։ Տրամպի հետ մենք Տրամպի ուղի ենք քննարկում եւ իրենց անկալմամբ խաղաղության օրակարգ այսօր ըստ էության այդ տրամաբանության մեջ, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում, չկա, որովհետև կա խաղաղության մեջ ներառված սահմանադրության փոփոխություն, տարբեր նոր զիջումներ, որի մասին խոսում են տարբեր լրատվամիջոցներ, միջազգային դերակատարներ, որտեղից որ մենք իմանում ենք, որովհետև մենք Նիկոլ Փաշինյանից չենք իմանում, իրանք ինչի մասին են բանակցում, մենք իմանում ենք մամուլից կամ միջազգային ինչ-որ ներկայացուցիչներից, թե ինչի մասին է բանակցվել, ինչ իրականություն կա այս պահին։ Այսինքն Իլհամ Ալիևի հետ մրցանակը կիսելու քաղաքական կամքը կա ՔՊ-ի մոտ, բայց ռազմագերիների խնդիրներով զբաղվելու, հետ վերադարձի խնդիրները լուծելու, մեր անհետ կորած եղբայրների խնդիրները լուծելու եւ այս տրամաբանությունը վերաիմաստավորելու հարցում իրանք քաղաքական ոչ կամք, ոչ նախաձեռնողականություն չունեն։ Հիմա այս կոնտեքստում հատուկ ուզում եմ մի բան հիշեցնել, հարգելի ընկերներ։ Ուրեմն 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում եղել են նախընտրական խոստումներ։ Նախընտրական խոստումներ քաղաքացիներին, որը չի իրականացվել եւ այդ չիրականացվելու ուղղությունները բերում են այն տրամաբանությանը, որի մասին որ մենք խոսել ենք եւ խոսում ենք, այն է կառավարության եւ վարչապետին անվստահություն հայտնելու, այսինքն իմպիչմենտի գործընթացին, ինչու։ Մենք ասում ենք հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ոչ միայն արտաքին քաղաքականությունը, նաեւ տնտեսական աճը, նաեւ բոլոր ուղղությունները անվտանգության մասով եւ ամրագրված է եղել 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում սևը սպիտակով գրված հետևյալ կետերը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեր համար կարմիր գիծ է, որ Արցախը պետքա լինի, որ Արցախի ժողովուրդը պետքա ինքնորոշվի, որ Արցախը պետքա անկախ լինի, որ Արցախը առհասարակ գոյություն պետքա ունենա։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում գրված է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան
վարձկանների միջոցով 2020 թվականին հարձակվել են Արցախի վրա եւ օկուպացրել են Արցախի որոշ հատվածներ եւ այսպես շարունակ եւ տրամաբանությունը այս իմ ասած համեմատությունների իրականությանը հետեւյալի մասին է Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ խեղել է իր խոստումները ամբողջությամբ անհամապատասխան են իրականության հետ եւ այդ անհամապատասխանության մեջ մենք տեսնում ենք որ մարդկանց կյանքերը մարդկանց ճակատագրերը խեղվել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում եւ մենք տեսնում ենք որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր ռազմագերիները որ Արցախի օկուպացիայից հետո հայտնվել են ադրբեջանական բանտերում այսօր հետևյալ իրավիճակում են հայտնվել, որ Հայաստանի կառավարիչները հրաժարվում են իրանց գործընթացը ավելի ընդարձակ տանեն առաջ, հա, միջազգային տարբեր կառույցներում բարձրաձայնեն այդ հարցերը, տեսեք ինչ է ստացվում։ Աշխարհում մի քանի, հա, սենց բան չկա ոչ մի երկրում, ոնց որ կա մեր մոտ։ Երկու հայ միլիարդատեր, երկու հայ բարեգործ բարերար Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը երկուսն էլ բանտարկված են ազգային մոտեցումների, ազգային տեսլականների եւ Հայաստանի ու Արցախի հայ առաքելական եկեղեցու աջակցության համար ըստ էության, մեկը բանտարկված է Երևանի բանտերում, մեկը բանտարկված է Բաքվի բանտերում։ Եվ էսա տրամաբանությունը։ Մենք ուզում եմ հիշեցնել նաև մեր հայրենակիցներին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր ողջ ներուժը միջազգային կառույցների, քննարկումների, միջազգային բոլոր հարթակներում, որտեղ որ կա Հանրապետական կուսակցությունը ներգրաված է, իսկ Հանրապետական կուսակցությունը ներգրաված է եւ Ռուսաստանի եւ Եվրոպայի խոշոր իշխող կուսակցությունների ընտանիքներում եւ Չինաստանի եւ Իրանի եւ Հնդկաստանի բոլոր ուղղություններով մենք տանում ենք աշխատանք եւ մշտապես բաց ենք պահում, մշտապես տակ ենք պահում մեր քաղաքական բանտարկյալների եւ ռազմագերիների հարցը, մշտապես բարձրաձայնում ենք, մշտապես իրականացնում ենք ակցիաներ ի աջակցություն քաղաքական բանտարկյալների, ի աջակցություն ռազմագերիներին, հայ բոլոր ռազմագերիներին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ կան նաև անհետ կորածներ մինչ օրս, ում խնդիրները լուծված չի, եւ անհետ կորածների խնդիրը եւս օրհասական է եւ կարեւոր է շատ, որ պետքա կառավարությունը մարդկանց հարցերին պատասխանի, թեև կառավարությունը զբաղված է ընտրություններով, ընտրարշավով եւ մութ սենյակում սև կատու փնտրելով, հա, ինչ որ հիբրիդային պատերազմներ փնտրելով, հետո խույս տալով իրենց սեփական խոսքից հրաժարվելով իրենց սեփական խոսքից, ոնց որ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հիբրիդային պատերազմի մեջ մեղադրելուց հետո Ռուսաստանին, հրաժարվեց իր խոսքից, ասելով որ դա այդպես բան չի ասի եւ ֆակտորում նաեւ խնդրում էր որ հիբրիդային պատերազմ բառը եզրույթը չօգտագործվի, որովհետեւ ըստ ամենայնի իրենց մոտ խնդիրներ կառաջանա, որովհետեւ իրանք սովորություն ունեն երկու աթոռի վրա նստեն եւ այդ 2, 3, 4 աթոռները խոստումների տեսքով որ նրանք խաբել են մեր հանրությանը, խաբել են մեր ժողովրդին, ասելով որ ունենալու եք Արցախ, ունենալու եք լավ դիվանագիտություն, ունենալու եք անվտանգություն, ունենալու եք տնտեսական աճ, այսօր տնտեսական աճը տեսնում ենք միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում, չենք տեսնում քաղաքացիներ, օրինակ տաքսիստները այսօր որ ակցիա են անում, չենք տեսել տաքսիստներ, ովքեր հարցազրույցներ են տալիս, ասելով որ մեր համար $200,000 ոչ մի բան է տուն գնելու համար, բայց այդ նույն արտահայտությունը, որ ես նշեցի, ցիտում եմ նիկոլական նախարարի, ով ասում էր, որ մեր համար $200,000 եղածն ինչ է, որ մենք տուն չունենանք $200,000-անոց, բայց մեր ուրեմն հայրենակիցները, ովքեր տաքսի են քշում, ովքեր առավոտից իրիկուն չարչարվում են իրենց հացը վաստակելու համար, ավելի բարդանում է իրենց պայմանները, որովհետև օրենքները ընդունվում են ի վնաս մեր վարորդներին, ոչ թե ի օգուտ։ Իսկ ի օգուտ են ընդունվում միայն պարգևավճարները եւ դրամական ծախսերը, որոնք արվում են կառավարության եւ ազգային ժողովի համար, հա, այսինքն $65 միլիոն
անցած տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի վրա ծախսվել $65 միլիոն եւ այս թալանը բերում է նրան, որ մենք ունենք ձախողումներ տարատեսակ ոլորտներում, ամենակարևոր ձախողումների մեջ ես ուզում եմ ներառել եւ հիշեցնել, ես նորից եմ ասում, այս տաղավարից շատ եմ խոսել եւ այնքան եմ խոսելու, մինչեւ կամ իրանք լուծեն կամ մենք լուծենք օդի աղտոտվածության հարցը Հայաստանում, Երևանում մասնավորապես, որովհետև Երևանում օդի աղտոտվածության մակարդակը խայտառակ վիճակի է գտնվում, որովհետև Ավինյան Տիգրանը քաղաքապետ է եւ Ավինյան Տիգրանի կառավարման ընթացքը Երևանի համար կործանարար էր։ Ավինյան Տիգրանը վերջերս ասում էր, երբ որ խոսեցին այս իրենց ասֆալտից, որը ամեն օր կերակում է ժողովրդին, ցինիկաբար ասում են նախկիններից մնացած ասֆալտը։ Մի նախկիններ ձեր իշխանությունն է եղել, ըստ էության, խնդրեմ, ինչ ունեք ասել։ Ես ուզում եմ ասել, մեր քաղաքացիները գիտեն, որ Տիգրան Ավինյանները ասֆալտ են տեղադրում այն ճանապարհների վրա, որը նախկիններն են կառուցել եւ նախկինները ճանապարհներ կառուցող են եղել, իսկ օրվա կառավարիչները ճանապարհներ եւ հողեր հանձնող են եւ չկա որևէ բան, որը իրանք անում են, որ կարելի է ասել, որ այդտես այսինչ բանը իրանց մոտ լավ է ստացվել, բացի տուգանքներից, հարկերից, որը փաթաթել են քաղաքացիների վրա, Վարշավից մինչև երթուղային մեքենայի, տաքսիի վարորդ, հարկային բեռը ծանրացել է, յուրաքանչյուր տնտեսվարող մանր, փոքր եւ միջին բիզնեսները եւս գյուղատնտեսությունը եւս բոլոր ուղղություններով կան խնդիրներ եւ գյուղատնտեսության առումով ուզում եմ հիշեցնել, որ մեր քաղաքացիները շատ դեպքերում միայնակ են մնում։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր ֆերմերները, մեր հայրենակիցները, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում իրանք եւ գումարը գյուղատնտեսությամբ են վաստակում եւ զարգացնում են գյուղատնտեսությունը Հայաստանում, շատ դեպքերում մնում են միայնակ եւ սիլիտրայի եւ տարատեսակ այլ խնդիրների երբ որ խնդիրներ են առաջանում, նրանք մնում են միայնակ, կարկու տալնում է, սալնում են ալնում, պետությունը չի զբաղվում, վարկերի, հարկերի խնդիրները չի լուծվում, որ հարկը իջացնեն, վարկը սարքեն 0% գյուղացիների համար վարկը պետք է լինի 0%, որպեսզի գյուղատնտեսությունը Հայաստանում զարգանա։ Իսկ գյուղ վարկը վերցնում են տալիս են 16-ից 22%-ով եւ այդ գյուղ վարկը մարդը վերցնում է, հետո նորմալ վարկի տակ եւ իր ունեցածն էլ մի քանի կտոր հող որունի, որը որ վարուցան է անում, ինչ որ բան է սարքում, որ վաճառը իր տունը պահի, այդ հողերն էլ է կորցնում, որովհետեւ վարկը տալիս են այնպես չափով, որ հետագայում եթե ինչ որ աղետ է լինում, այդ աղետից բխում են հետևանքներ, որի արդյունքում բերքը քիչ է լինում կամ բերքին ինչ որ մի բան լինում է, մեր գյուղացիները մնում են միայնակ, բայց թալանի բոլոր ուղղությունները օրվա կառավարիչների մոտ ընտիր իրանց ճանապարհով գնում է թալանը ժողովրդին թալանում են ամեն օր, թալանում են սերունդների, հա, տարբեր սերունդների, այսինքն այսօրվա պարտքը մի քանի սերունդ առաջ արդեն երեխեքը այսօր Հայաստանում պարտքով են ծնվում, որ երեխեն քաղաքացի է դառնում, ինքը արդեն արտաքին պարտք ունի, որը պետք է փակի։ Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է իրանց նախարարներին 7 միլիոններով, 3 միլիոններով դե պատգամավորներին պարգևավճարներ վճարեն, բայց ուսանողությանը, երիտասարդությանը թոշակառուներին, տատիկ պապիկներին ոչ մի բան։ Այդ 10,000 դրամը Նիկոլ Փաշինյանն ենք ասում են, ինչա որ ձեզ պետքա օգուտ տա, բայց իրանց համար այդ 200-300 $1,000 ոչ մի բան է։ Մասնավորապես նաև Ավինյան Տիգրանի, ով չգիտես որտեղից $490,000 եւ 200 եւ ավել $1,000 տներ է առել իր համար, բայց Երևանի օդի աղտոտվածության հարցով չգիտես թե ով պետքա զբաղվի, ինքը իրան պետքա լուծվի։ Չէ՞ որ նրանք խոստանում էին, որ կախարդական փայտիկ ունեն եւ կախարդական փայտիկով են խնդիրները լուծելու, ըստ երևույթի նրանք այդ կախարդական փայտիկը միայն բյուջեի ճեղքվածքը կազմակերպելու համար են կարողանում օգտագործել, որ ասես կախարդական փայտիկով մոտ հոп անեն ու $8 միլիարդ ավելանա արտաքին պարտքը, հոп անեն Արցախը չլինի, հոп անեն տարբեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հատվածներ հանձնվեն եւ այդպես շարունակ, ինչպես մենք տեսնում ենք, այդ կործանարար տրամաբանությունը, որը ворթեգրել են այսօր
կառավարիչները Հայաստանի, մենք տեսնում ենք գործնական բոլոր ուղղություններով, հա, ինչ է իրանից ենթադրում այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը ենթադրում է նոր անկումներ ֆինանսատնտեսական առումով, այսինքն լավ, ինչքան մենք մեզ խափենք, ասենք, որ տնտեսությունը զարգանում է, բայց պարտքը ավելանում է արտաքին։ Եթե մեր արտաքին պարտքը ավելանում է ու որևէ առաջընթաց չկա դրանից, գիտեք ինչ կա, պետք չի մանիպուլացնել եւ պետք չի մեղադրել մեզ նաև մանիպուլյացիաներ անելու մեջ մենք մանիպուլյացիա չենք անում, մենք ճշմարտությունն ենք խոսում։ Հիմա դու կարող ես վերցնել պարտք, կարող ես վերցնել միջազգային կառույցներից, բանկերից պարտք, արտաքին պարտքը ավելացնես, բայց այդ գումարը տրամադրես, ծախսես ինչ որ մի կարևոր բանի համար, հա, այսօր օրինակ երկաթ գիծեր կարելի կառուցել այդ գումարով, նորից եմ ասում, մի քանի կայարաններ կարելի մետրոյի կառուցել ամբողջ Հայաստանի հատվածներում, մեծացնել այդ կայարանները Երևանում, տասնյակ բաներ էր կարելի անել, հա, Երևանի առնվազն կարելի էր էկոլոգիայի խնդիրը լուծել Երևանում, որ այսօր մենք կանգնած ենք կարմիր գոտում էկոլոգիայի առումով, այս խնդիրը Երևանում երբեք չի եղել եւ Ավինյան Տիգրանի կառավարման ժամանակահատվածում է ստեղծվել էկոլոգիայի այս տիպի աղտոտվածությունը, որը լուծելը շատ հեշտ է, շատ հանգիստ է, կարելի լուծել, ուղղակի քաղաքական կամք է պետք ունենալ, որպեսզի կարողանաս այս խնդիրները լուծես։ Հիմա այս ամեն ինչին նաև գումարվում է մեր տարածաշրջանային турբուլենտ հատվածները, Իրանի, մեր հարևան եղբայրական Իրանի նկատմամբ ինչ որ գործողություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ մենք տեսնում ենք կա ուրեմն հրետորաբանություն, որը խոսում է հետևյալի մասին, որ ինչ որ ուլտիմատումներով պետքա իրականացվի ինչ որ գործընթաց, որը անթույլատրելի է եւ Իրանի հետ չես կարող ուլտիմատումներով խոսալ, այդ մենք տեսել ենք մարդկանց տասնյակ տարիների աշխատանքով եւ գործով մեր եղբայրական ժողովուրդն են, ում հետ մենք ունենք հարյուրավոր տարիների պատմություն եւ մենք չպետք է երբեք մաս կազմենք որևէ գործողության եւ չենք կազմել, չենք էլ կազմելու որևէ գործողության, որը կարող է վնաս տա Իրանի ժողովրդին եւ այս հատվածում պետք է մենք ունենանք ճիշտ դիվանագիտություն բոլոր ուղղություններով, որովհետեւ նորից եմ ասում, տարածաշրջանում турբուլենտ իրավիճակ է եւ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ թիավարել այս турբուլենտ հատվածից դուրս գալու համար։ Турբուլենտ հատվածը նաև այն, որ այսօր ըստ էության եվրոպական տարբեր կառույցներ եւ միջազգային հանրությունը փոխանակ իրենց հայացքը սևերի Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական բանտարկյալների, քաղաքական բովանդակությամբ քրեական գործերի, քաղաքական հաշվեհարդարների եւ քաղաքական գործիչների նկատմամբ անթույլատրելի հարձակումների վերաբերյալ կարծիքներ արտահայտի միջազգային հանրությունը, մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը գրանտեր է տրամադրում կառավարությանը 15 միլիոն դոլարի տեսքով, որպեսզի նրանք օգտագործեն ընտրություններին, եւ մենք տեսնում ենք այս ընթացքը բոլոր կողմերից արևմտյան թևի ի աջակցություն օրվա իշխանությանը, որը խոսում է հետեւյալի մասին, որ պետքա վերականգնել խոսքի ազատությունը Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, ուզում եմ հիշեցնել, որ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը շարունակում է ծանր լինել, Նարեկ Սամսոնյանը 15 օրից ավել հացադուլ էր իրականացնում եւ մենք տեսանք, թե ինչ արձագանքներ կային միջազգային հանրության կողմից, այո, կային միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնք Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ, Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ իրենց քաղաքական կարծիքը հայտնել են, ասել են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, բայց ըստ էության որևէ բան չի փոխվել, այդ մարդիկ էլի կալանավորված են եւ կալանքը շարունակվում է։ Այստեղ ուզում եմ հիշեցնել նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների, արքեպիսկոպոսների, սրբազանների եւ վեհապար հայրապետի դեմ վարվող արշավին, դեմ տարվող արշավին, որը իրականացվում է հետեւյալ սկզբունքով։ Նրանք փորձում են մասնատել եկեղեցին եւ իմ ու քո անելով ինչ որ բանի հասնել, պետքա վերջ տրվի Հայաստանում այդ կործանարար քաղաքականությունը, որը իմ ու քո մեր եւ ձեր
այդ սևերի եւ սպիտակների քաղաքականության մասին է պետքա վերականգնել միասնականությունը բոլոր ուղղություններով եւ ընդդիմության ներսում եւ բոլոր տարբեր բոլոր խավերում հայ ժողովուրդը պետքա լինի միասնական, խնդրեմ։ Կրակոցներ են հրնչել Երևանի Աջափնյակ թաղամասում, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա, կան վիրավորներ, նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր, հնարավոր է դառնա 9, տարածքում առնանման հետքեր են։ Ես պետք է խնդրեմ այս իրավիճակը, էլի, այսինքն մենք մեր երկրի ներսում ոչ միայն սահմաններում այլևս անվտանգ չի, թաղամասերում, քաղաքում, Երևանի կենտրոնում այս խայտարակ վիճակը, խնդրեմ։ Հարգելի Մարիամ, մենք շատ ենք խոսել այդ մասին, չի կարող իրավապահ համակարգը զբաղվել իր գործով, եթե այդ մարդիկ ծանրաբեռնված են քաղաքական թեմաներով, քաղաքական բովանդակությամբ եւ անվտանգությունը ապահովելու համար իրանք պետք է կարողանան աշխատեն իրանց բնականոն գրաֆիկով, իրանց բնականոն հունով, բայց այսօր տեսնում եք, որ այդ մարդիկ աշխատում են քաղաքական բովանդակությամբ եւ մենք տեսնում ենք, որ կա տոտալ ձախողում նաեւ ոչ միայն դատա իրավական համակարգում, առհասարակ այս տրամաբանությունն է, որը բերում է դրան, ինչի մասին է խոսքը։ Այդ որ ասում ենք սևերի սպիտակների իմ ու քո չի կարելի բաժանել, այդ որ ասում ենք, որ չի կարելի մարդկանց լարել իրար դեմ, կռվցնել իրար հետ, որ թշնամի սարքել իրար հետ, իրար սարքել դուշման, իրարից բամբասել, իրար մասին մենակ վատը խոսել, չարը խոսել, չի կարելի տենց լինել, ժողովուրդ ջան, չի կարելի տենց լինել, այս իշխանությունները քարոզում են անջատվողական քաղաքականություն, որ պետք է անջատվել իրարից, պետք է իրար դեմը լինել, որ սրանք, չգիտեմ ինչ հիբրիդային պատերազմ են անում, նրանք, չգիտես ես իմ ներկա, սրանք նախկին են, նրանք հին են, նրանք նոր են, սրանք ես ինչ երկրից են, նրանք Ռուսաստանից են, նրանք Եվրոպայից են, այս սաղ կործանում է մեր պետությունը դարերի ընթացքում միշտ անկում է ապրել, երբ որ մենք մասնատվել ենք, երբ որ մենք բաժանվել ենք իրարից, ես ուզում եմ հիշեցնել երկու կարևորագույն դրվագ, որի մեջ գլխավոր մասնակցությունը եւ համախմբման օղակի ստեղծումը իրականացվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Առաջի Ղարաբաղյան հերոսամարտը, որ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ հաղթել է, անհնարինն են արել։ Շուշին ազատագրելը հնարավոր չէր, ազատագրել են։ Երկրորդ հատվածը 44-օրյա պատերազմը։ Քառօրյա պատերազմի ժամանակ էլի անհնար էր, ասում էին չի լինի, հնարավոր չի։ Հաղթել ենք ու պարտադրել ենք Ադրբեջանին հոկտեմբերին 2016 թվականի Իլհամ Ալիևը, այսօրվա նույն Իլհամ Ալիևը ասում էր, որ նրան ստիպում են փակ դռների ետևում ճանաչել Արցախի անկախությունը, որ Սերժ Սարգսյանն է ստիպում, որ Իլհամ Ալիևը ճանաչի Արցախի անկախությունը։ Սա է այն տրամաբանությունը, որի մասին ես խոսում եմ, միասնականության հրետորաբանությունը, միասնականության գաղափարախոսությունը։ Ես հիշում եմ, որ 2016 թվականին Սփյուռքից տարբեր տասնյակ տարբեր երկրներից երիտասարդներ էին գալի, մարդիկ գալիս էին, մասնակցում էին, թիկունքը բոլորը սաղ ազգս մեկ էր դառը, Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում բոլոր հայերը միացել էին իրար, երբեք չի եղել իմ ու քո, որովհետև կառավարման 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը երբեք չի եղել միայն ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանը միշտ եղել է առաջի հերթին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու նախագահ, չնայելով կուսակցական պատկանելությանը, չնայելով քաղաքական բովանդակությանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր քաղաքական քայլերը ներքին եւ արտաքին քաղաքականությունը վարել է բացառապես հայ ժողովրդի շահերի համար, բացառապես Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի օգտին, որպեսզի բանակցության ընթացքում հայ ժողովուրդը ինչ որ բան ստանար, ոչ թե ինչ որ բան տար, իսկ այսօրվա այս բաժանարար գծերը արվում են, որպեսզի մենք ավելի խորը ընկնենք անդունդը, ավելի մեծ խնդիրներ լինեն մեր մոտ։ Եվ սա պետքա լուծվի, նորից եմ կրկնում, միասնականության վերականգնմամբ։ Շնորհակալություն հարգելի ընկերներ, կհանդիպենք շուտով։